սիմպտոմներ, չեն լինում կախյալ մարդիկ առանց փոխկախյալների։ Մի եղեք նրանց փոխկախյալները, մի ամրապնդեք նրանց այդ վարքը։ Մի աչք փակեք այդ խնդիրների վրա, որովհետև ինչպես ես արդեն նշեցի, այդ սիմպտոմները չնկատելու սիմպտոմներ չեն։ Առնվազն կույր պետք է լինես, որ տեսնես, որ քո աղջիկը 2-3 գիշերը չի քնում։ Կամ դրանից հետո ինքը շատ ակտիվ ինչ-որ բաներից հետո սկսում է լացել, դեպրեսիայի մեջ ընկնել, չգիտեմ, ագրեսիվ բոլորի հետ կռիվ անել, գիտակից մարդը մի պահ կանգ կառնի եւ հարց կբարձրացնի, ինչն է խնդիրը, այս ամենի։ Տղամարդկանց մոտ իմպոտենցիա է շատ ակտիվ լինում։ Սիրելի կանայք, ինքնախապեյությամբ մի զբաղվեք։ Եթե դուք տեսնում եք, որ ձեր ամուսնուն չի հետաքրքրում երեխա, կին, տուն, տեղ, ապրուս, իմպոտենցիան էլ հետը, մի պահ ձեզ հարց տվեք, իսկ կարող է ես խաբում եմ ինքս ինձ։ Իսկ կարող է ես չեմ ուզում տեսնել այն, ինչ կա։ Ես մի կնոջ դեպք հիշեցի, որ ինտենսիվ իր ամուսինը մարիխուանա էր օգտագործում։ Ինքը այսպես շատ հանգիստ ասում էր, բայց դա վնաս չի, դա շատ օգտակար է, ինքը որ խմում է շատ է հանգստանում։ Էնպես մարիխուանայից անցում կատարեց կոկայինի, Ամերիկայի դեպք եմ նորից ասում, եւ այնպիսի մեծ քանակությամբ եղավ այդ դոզան, որ ինքը ընդունեց, առաջին այդ անցումից հետո նա այնպիսի մեծ քանակություն էր արել, որ ամբողջ իր մարմինը ցանավորվել էր, ել չասեմ, թե ինչ ագրեսիվ վարք էր ցուցաբերել եւ հսկայական գումարներ ուղակի գնացին այդ դեղերին, միջև որ արդեն տեղ չկար ներարկելու եւ ձեռքը կտրելու, ձեռքը ամպուտացնելու առաջ էին կանգնել։ Եկեք ինքնախապեյությամբ չզբաղվենք, կապ հաստատեք մեզ հետ։ Դիմեք կախյալություններով աշխատող մասնագետներին, բժիշկներին, հոգեբաններին, զանգահարեք 095 51 44 54 հեռախոսահամարով։ Մենք կփորձենք օգնել ձեզ, ձեր մտերիմներին։ Շնորհակալություն, որ ինձ լսեցիք։ Եթե կան հարցեր, եթե կան հավելյալ ինֆորմացիա, որ դուք կցանկանաք դրանով մեզ զինել, տեղեկացնել, կարող եք կոմենտի դաշտում գրել, իսկ ես այս նյութերը պատրաստում եմ ձեզ համար, որ մենք կարողանանք միմյանց օգնել եւ մեր կյանքը շատ ավելի որակյալ եւ բարեկեցիկ դարձնենք։ Շնորհակալություն։